Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տեր-Մկրտիչ Գարսևան Երանյան Գարեգին Դանիելյան Տեր Սարգիսի և Տեր Նարեկի գտնվելու վայրը հայտնի չի, ինչպես որ Մկրտիչը Հովասնե Սաբեղային մի վարդան գնացին հոգևորական այս են Նարեկ Կահանա Էլի Սարգսյան Ավազանյան Տիգրան Տեր Նարեկ Տիգրան Սարգսյան նույնպես Սարգսյան Հայրանումն էլ ապրել Տիկին Ֆարմանյան հիմա այսինքն դուք միպին ներկայացրիք Արդեն իմ ներվերի հաշվին են սրանք Միպին ներկայացրեցիք անունները Միպում հաղորդում ենք տվել և անհետացման փաստի հետ կապված և նաև ես ուզում եմ հասկանամ սա ինչ անհարգալից վերաբերմունք է փաստաբանական ինստիտուտի նկատմամբ Գրասենյակ կարա Բայց Ռոմանը չէ, ասեց գնամ բանակցան Բայց ինչպես իրեն ներս թողեցին ձեզ չէ Հրեց դուրը Մտավ իրեն էլ ներս չթողեցին Գուցե դուք էլ հրեիք կարող Ես էլ ուղղակի չուզեցի տղամարդ չուզեցի իրեն առաջ հրել իսկ մեր պարոն Ահարոնյանը ոնց որ այդպես կարողացավ ձեռքով ես իրեն ձեռք չուզեցա տալ էլի թեկուզ բարի դրացիական Իսկ միպը հատկապես ինչով էր հետաքրքրում, թե ովքեր են ներսում և ինչ տեղի Դե միպի լիազորությունները գիտեք, մարդու իրավունքների պաշտպանությունն է և առավել ևս, եթե մենք ունենք բերման ենթարկվածներ, որոնց մի մասին էլ գտնվելու վայրը անհայտ է և դա նույնպես հանցագործություն է, այս ենթադրյալ հանցագործության շրջանակներում իհարկե գոնե մոնիտորինգ անելու և եզրակացություն կազմելու պարտականություն Սրբազանի գտնվելու վայրը Չէ, Նարեկ Եվս երկու հովքեվորական Քահանայի երկու քահանա Մի րոպե սա ասեմ Տեր Նարեկ քահանա Սարգսյան և Տեր Սարգիս քահանա Սարգսյան Դե թեմի առաջնորդի համար առավոտվանից 7-ի շահերի պաշտպանությունը այստեղ գրված, դարձավ 9, եթե այդպես նայենք, 6-ը ներսում են, ըստ մեր տեղեկությունների Տեր Համբարձում Դանիելյանին բերում են էլի այստեղ, դրա համար միանգամից գրել ենք, որ հենց բերեն իր շահերի պաշտպանությունը, մի վայրկյան թողեք ավարտեմ ժողովուրդ ջան, մյուս երկուսին էլ հադրան է, էլի անդրադառնում մասով եք դիմել ոստիկանություն Հա, իհարկե, հա։ Նայեք, մեր հոգևոր հայրերից, մայրաթոռից ինչ ինֆորմացիա ստանում ենք, որ եկեղեցականների խուզարկության կամ բերման ենթարկելու կամ անհետացման մասին միջոցներ ենք ձեռնարկում, ձեզ հետ միասին տեսնում եք այստեղ աշխատանքի մեջ։ Եթե 6-ն են, 2-ը անհետ են, ստացվում է 8 Մեկն էլ բերվում է։ Հա, Տեր եղավ Համբարձում 7, բայց եթե ասում եք 2-ը անհետ են, չգիտեք որտեղ է։ 1, 2, 3, 4, 5, 6, 7
7 հոգու շահերի պաշտպանության դիմումը էլեկտրոնային եղանակով մուտքագրվել է քննչական կոմիտե, հիմա էլ ուզում ենք թղթային եղանակով մուտքագրել 7-ից 2-ը չէ, դա չեմ ճշտում, 7-ից 2-ի տեղը չգիտեք։ ոչ թե 7-ից 2-ի տեղը չգիտենք, այլ եւս 2-ի տեղը չգիտենք։ Այստեղ գտնվող 6-ից բացի եւս 2-ի ստացվում է, այդ 7-ը չեն ստացվում, ավելի շատ։ 9 է ստացվում։ Հա, դա եմ ասում։ Հա։ Իրանց է հայտնի է շահերի պաշտպանությունը իրանց մասով։ 6-ը այստեղ են։ Լավ, եկեք այդ մաթեմատիկան դադարեցնենք։ Ես պարզ ասեմ։ Պարզ լինի։ Պարզը ասում եմ 6 հոգևորական գտնվում են ներսում ըստ մեր նախնական տվյալների վկայի կարգավիճակում, բայց երկար ժամանակ արգելափակված եւ նրան բացի դրանցից Տեր Համբարձում Դանիելյանի մասով ինֆորմացիա ենք ստացել, որ բերվում է քննչական կոմիտե։ Հիմա մենք այս 7 հոգևորականների համար 3 փաստաբաններով դիմում ենք ներկայացրել եւ հիմա էլ այս թղթային եղանակով դիմումը ուզում ենք մուտքագրել ընդհանուր բաժին։ Սա մի փաստ։ Երկրորդը եւս 2 հոգևորական Տեր Նարեկ Քահանա Սարգսյան եւ Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել եւ տեղ չեն հասցվել։ Իսկ Տեր Մկրտիչ Սրբազանի թեմի առաջնորդի խնդրի մասին առավոտվանից տեղյակ եք, որ անձը ուղղակի անհետացել է պետության իրավազորությունից դուրս, օրենքի պաշտպանությունից դուրս իրավիճակում է փաստացի գտնվում, որտեղ չգիտենք, մեզանից թաքցվում է, բոլորիցս թաքցվում է նրա գտնվելու վայրը։ Բայց քիչ առաջ պարոն Զորաբյանն էլ նշեց, որ ինֆորմացիա տեղեկություն են ստացել, որ Սրբազանին բերում են այստեղ։ Մենք էլ ենք այդ ինֆորմացիա, բայց բերում տեղ չեն հասնում։ Կբերեն, այսօր կբերեն, թե այն որ ասում ոնց էլ լինի, մինչև ձմեռ կբերեն, էլի, այդ պահն է։ Հիմա այդ պատճառների պատասխանը ոչ թե մենք պիտի տանք փաստաբաններով, այլ մենք պիտի հարցնենք փաստաբաններով, թե ուր է մեր վստահորդը։ Այդ պատճառի պատասխանը մեր լիազորությունների շրջանակում չի։ Դա այս դռների հետևում, զմրսված դռների հետևում գտնվող պաշտոնատար անձանց պատասխանը պիտի ակնկալեք, որ հասկանաք ուր են հոգևորականները։ Քիչ առաջ իրազեկ քաղաքացիների միավորումն հայտարարություն տարածել, հաստատել է, որ իրենց հաղորդման հիման վրա է այս գործողությունները իրականացվում։ Տիկին Ֆարմանյան, իրավական հարումով, երբ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում, այսպես պետք է այդ գործողությունները իրականացվի, անհայտ ուղղությամբ տանեն մարդկանց, ներխուժեն առաջնորդարան։ Դե որ այսպես չպիտի արվի եւ սրա դեմ մենք պայքարում ենք, առավոտից երևի տեսանելի է, որ մենք էլ դժգոհություն, զարմանք եւ անհանդուրժողականություն ունենք իրավունքի, օրենքի այսպիսի խախտումների հետ կապված։ Իսկ հաղորդում ներկայացնելը հիմա իրազեկ միավորումը ներկայացրել է հաղորդումը, փաստը պիտի ստուգվի, բայց դա չի ենթադրում, որ այսպեսի ռեպրեսիաներ ու հանցագործությունը ստուգելու համար, փաստը ստուգելու համար մի հատ էլ հանցագործություններ պիտի կատարեն, այսինքն անձը անհայտանա, դուրս գտնվի պետության իրավազորությունից, տեղը թաքցվի, պլյուս դրան մի հատ էլ փաստաբանների մուտքը մյուս հոգևորականների մասով խոչընդոտվի։ Շատ կարևոր մի տեղեկություն լրացում անեմ։ Ուրեմն ինչպես քիչ առաջ հայտնեցինք, մենք էլեկտրոնային սկանավորված տարբերակը դիմումի ուղարկել էինք ինչպես Երևան քաղաքի քննչական կոմիտեն, այնպես էլ հասցեագրել էինք քննչական կոմիտեի գլխավոր վարչությանը։ Քիչ առաջ պատասխան հաղորդագրություն եմ ստացել, որ քննչական կոմիտեի հասցեագրված դիմումը բացակայում է, բայց ուզում եմ ձեզ ցուցադրել, հարգելինս, որ դիմումը կցված է, խնդրեմ։ Որպեսզի դուք հավաստիանաք, որ սա իսկապես իրավական գործընթաց չի։ Այսինքն, խնդրեմ։ Այսինքն, հաստատի պետությունը հրաժարվում է ստանալ հաստաբանների դիմումը պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ։ Ուրիշ որակում ուղղակի ես չգիտեմ ինչպեսի որակում կարելի է սրան տալ։ Եղել է ձեր աշխատանքային պրակտիկա։ Այսպեսի ոչ։ Ես ուղղակի ուզում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավարին եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին դեռ մի բան խնդրել եւ
գործընկերաբար հորդորել։ Մնացեք օրենքի սահմաններում։ Բոլոր իշխանությունները անցողիկ են։ Մնացեք օրենքի սահմաններում։ Հետո երբ որ կարթնանա ձեր պատասխանատվությունը, իհարկե մենք էլի պաշտպանությանը կողմենք բոլորը պիտի պաշտպան ունենան եւ պաշտպանության իրավունքը պետք է ապահովված լինի, բայց մտածեք ինչ եմ ասում, մնացեք օրենքի սահմաններում, պետության իրավական ողնաշարը ջարդում եք, դուք եք ջարդում, պատվիրատուն չի հասկանում այդ պետության ողնաշարի ջարդման հետևանքը կամ գուցե հասկանում է, բայց որպես իրավաբան դուք արյունով եք հասկանում ամբողջ, թե ինչ եք անում, խնդրում եմ մի արեք, դեռևս խնդրում եմ, որ մի արեք։